Արցախի հետ կապված բոլոր պատմությունները, պատերազմները, հաղթանակներն ու պարտությունները շատ անձնական խնդիր է ինձ համար։ Ես անդադ փորձում եմ ստիպել, որ մոռանանք, չասոցացնենք այլևս։ Արցախը սովորեցրել է ինձ լինել շատ պինդ, նաև արցախյան գեները սովորեցրել են ինձ լինել շատ շիտակ, բայց այդ ամբողջ ողբերգություն ապրելը, վերապրելը հեշտ բան է։ Ես տենց կոլորիտ չունեցող արցախցու չեմ հիշում։ Միշտ Ղարաբաղում խոսում, վրդեղը ասեցին, բա դու Մարտակերտցի ես, ասում, հա, քարոզչությունը Արցախի պահով ես կարծում եմ բավարար չի եղել անկախ ամեն ինչից, այն որ ասում են բա դուք ինչի չեք կռվել, ինչի չեք զոհվել, ես կարող եմ ասել, որ իմ ազգականների բոլոր տղամարդիկ Արցախում են եղել այդ օրերին։ Ինձ թվում է արցախցին ինչ հնարավոր է եղել արել է։ Ես իմ իմացած արցախցիներով եմ ճանաչում Արցախը։ Որ գալիս են ասում են ինչ հարցեր եք տալու։ Ռիփսիմե ջան, գիտեմ հետևում եք Արցախ TV աշխատանքին ու միշտ ասում եք, որ պետք է շատ խոսել Արցախի մասին։ Միանշանակ Արցախի մասին այնինչ որ ունեինք, մինչև աղետաբեր իրադարձությունները կապված Արցախի հետ, հիմա կրկնակի, եռակի, ինչ տասնապատիկ անգամ պետք է ավելի շատ խոսել, չհաշված այն հանգամանքին, որ մեզ անդադ փորձում են ստիպել, որ մոռանանք, չասոցացնենք այլևս հայկականությունը Արցախի հետ, չասենք Արցախ, իհարկե իմ համար այս դիսկուրսը մի քիչ չտրամաբանված է Արցախ-Ղարաբաղ, որտեղ դա միևնույնն է, նույն բանն է, եւ սահմանադրությամբ է նույնը, Արցախի սահմանադրությամբ հենց, այսինքն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն միևնույն արժեքն է։ Պարզապես ժամանակի ընթացքում բան եղավ, չէ, Ղարաբաղ մի ասեք Արցախ, ասոցացնելը, որ Ղարաբաղը թուրքերեն է, հա, սև այգի։ Բայց ինձ համար միշտ ինքը եւ Արցախը եւ Ղարաբաղ եւ իր բովանդակությունը որևէ կերպ չի փոխվում։ Որպես հանրային դեպք ավելի մեծ պատասխանատվություն եք զգում Արցախի մասին խոսել։ Գիտեք, ես շատ լավ հիշում եմ, որին հետագայում կանրադառնամ, որ Մարտակերտում կար մի ռեստորան, դեռևս սովետական ժամանակներից, իսկ թե որտեղից գիտեմ, այդ հետո կասեմ, այդ ռեստորանի անունը Արցախ էր եւ գրված էր եւ հայերեն էր գրված Արցախ եւ ռուսերեն էր գրված Արցախ, այսինքն Արցախը նոր հնչեղություն չի, որ ստացել է անկախ Հայաստանից հետո եւ Արցախյան շարժումից հետո։ Արցախ դեռևս այն ժամանակ, երբ ադրբեջանական ՍՍՀ-ի կազմի ինքնավար մարզ էր Արցախը, ինքը այն ժամանակ էլ էլի հայկական այդ անունով ասոցացվում էր եւ հենց նույն այդ ռեստորանը շատ լավ հիշում եմ, որ հենց ուներ Արցախ անունը։ Արցախ թե Ղարաբաղ ինձ համար դա նույն հասկացությունն է, նույն մոտեցումն է եւ այո, մենք պետք է այսօր շատ ավելի խոսենք Արցախի մասին եւ որևէ մեկը չի կարող իմ հիշողությունը, իմ հավատը, իմ սպասելիքը եւ ակնկալիքը իջիկ դարձնել, ասելով, որ ոնց որ չկա Արցախ, չկա խնդրեմ, չէ, այդպես չի լինում եւ հայրենիքը եթե անգամ հիմա այսպես ֆիզիկապես մեր ձեռքում չէ, ապա միանշանակ ինչ որ ժամանակ անց դա լինելու է կրկին հայերի ձեռքում, այն որ հայկական է դա չի քննարկվում, բայց կրկին լինելու է հայերի ձեռքում ու մենք այնտեղ նաև մեր ֆիզիկական ներկայությունն ենք ապահովելու։ Իսկ այս պահին միանշանակ ոչինչ, ինչ որ ժամանակ կարելի է նաև որպես հիշողություն խոսել, մինչև ֆիզիկական ներկայությունն ու գոյությունը կհաստատենք կրկին։ Իսկ որքանով է կարևորում Արցախի հեռուստատեսության աշխատանքը եւ ինչպիսի հաղորդումներ կցանկանայիք տեսնել մեր հեռուստատեսությանը ես նույնիսկ իմ աշխատանքային գործունեության ընթացքում միշտ հետևել եմ, նաև միշտ կապը եղել է, որտեղ ես ժամանակին աշխատում էի հանրային հեռուստատեսությունում եւ նաև հանրային ռադիոյի լրատվական ծառայությունն է ղեկավարում եւ մենք Արցախի հանրայինի եւ Արցախի հանրային ռադիոյի հետ շատ սերտ համագործակցություն ունեինք եւ շատ հաճախ գնում էինք, նաեւ աշխատանքի բերումով էինք այնտեղ հաճախ լինում Արցախի ղեկավար կազմի, հա, հանրային հեռուստատեսության ռադիոյի կազմի հետ հաճախ շփումներ էինք ունեցել եւ նաեւ ես հիշում եմ Արմեն Ամիրյանի ժամանակ, երբ հանրային ռադիոյի տնօրենն էր նա, փորձի փոխանակումներ էինք անում, իհարկե փոխանակում այդքան չէ, ավելի շատ Արցախի լրագրողներին էինք հյուրընկալում հանրային ռադիոյում, նույնիսկ հանրային ռադիոն իրենց
համար ստեղծել էր պայմաններ, որ իրենք ինչ-որ մի ժամանակ մնային Երևանում, ապրեին եւ հանրային ռադիոյում, այսպես ասած, աշխատանքային պրակտիկա ունենային եւ տեսնեին, թե մենք ինչ կերպ ենք աշխատում, ահա, տես գան եւ հաստատ դուք եք եկել ու այդ կապը այնքան շատ էր, այնքան մեծ էր ու այնքան տաք ու ջերմ էր։ Հիմա ոնց որ sense մեկ մտածում եմ, ասում եմ, լավ, այդ ամեն ինչը ոնց sense ձեռքներիցս թռավ, մենք էլ չհասկացանք, էլի ինչ եղավ։ Բայց միանշանակ գոյությունները պարտադիր է, այսօրվա դրությամբ ես գիտեմ, որ սոցիալական հարթակներում է, ես միշտ նայում եմ, միշտ ես նայում եմ եւ ամբողջական հաղորդումները ձեր եւ նաեւ այն փոքրիկ շորտ կտորները, որ դուք կտրտում եք ամենակարևոր հատվածները եւ նույնիսկ շատ հաճախ հենց իմ սոցիալական էջերում կիսվում եմ, եթե հետևում եք կտեսնեք եւ դրա միջոցով նույնպես անդադ իմ հետևորդներին, որոնք քիչ չեն, 20,000-ից ավել են արդեն եւ նրանց էլ ուզում եմ ցույց տամ, որ չմոռանան, միշտ հիշեն եւ նաեւ հիշեն, թե այս տեսագրություններն ու այս ռեպորտաժները ովքեր են պատրաստողները, հենց բուն Արցախի հեռուստատեսության իմ գործընկերները եւ ես հարատևականություն եմ ձեզ մաղթում եւ ուզում եմ, որ պարտադիր նաեւ այն մարդիկ, ովքեր որ մեզ հիմա լսում են, չգիտեմ, հա, սա էլ մի ձև, որ ձեզ աջակցեն, նեցուկ լինեն, որովհետև սա շատ կարևոր է, որ դուք ձեր աշխատանքը կարողանաք շարունակել եւ Արցախի հանրային հեռուստատեսության անունը միշտ հնչի եւ Արցախ TV-ին միշտ լինի շուրթերին մեր եւ ձեր աշխատանքն էլ լինի միտված եւ ուղված մեր Արցախի անունը չմոռացության տալու։ Շնորհակալ եմ, սա շատ կարևոր է։ Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը Արցախում չի ծնվել, բայց նրա զրույցներից կարելի է այդպես ենթադրել։ Այդ ինչ կապ է ձեր Արցախի հետ։ Բոլորը միշտ մտածում են, ես ծնվել եմ Արցախում, ես ծնվել եմ Երևանում, մեծացել եմ Երևանում, ամեն ինչն է իմ կյանքի Երևանում անցկացվել, բայց ես Արցախի թոռ եմ։ Արցախի թոռ եմ ոչ թե տենց ուղակի շատ ու շատ մարդկանց նման, ովքեր որ ուղակի այդ փաստը արձանագրում են, որ իրենք Արցախի թոռ են։ Ես Արցախի թոռ եմ ուղնուցուցով, որովհետև իմ ողջ մանկությունը, պատանեկությունը, այդ չեմ ասում արդեն երիտասարդ տարիների իմ ամբողջ կյանքի բովանդակությունը եւ իմաստը այսպես փոխշահկապված Արցախով գնացել է։ Եվ ավելի հասուն տարիքում, երբ որ արդեն աշխատում էի, ինձ համար ուրբաթ շաբաթ կիրակիները Արցախյան էին, երբ որ արդեն նաև ունեի սեփական ավտոմեքենաս, նաև մոտիվացիան մեքենա ունենալու հենց եղել այն, որ ես երբ ուզեմ գնամ Արցախ։ Այսինքն ես կարող էի ուրբաթ օրը անգամ գիշերով նստեի մեքենայի ղեկին ու քշեի գնայի Արցախ։ Ձեր հարցազրույցներից մեկում կարծեմ նշել եք, որ երբ մի քիչ տրամադրությունը ընկնում է, միշտ ես եթե իմ հայաստանյան իրականության եւ երևանյան կյանքի այդ ծանր զբաղվածությունից ուզում էի կտրվեի, իմ համար թիվ 1 հանգուցալուծումը այդ Արցախն է, ես միշտ գիտեի, որ ես կարող եմ 2-3 օր լինել Արցախում շատերն են այդպես ասում, ու այդ ինձ ուժ էր տալիս։ Գիտեք, Արցախը իմ ծնված օրվանից է ինձ ուժ տվել, եթե շատերը Արցախից տեղեկացել են, հայտնագործել են իրենց այդ սրբագույն հայրենիքը, ես ծնված օրվանից եմ իմացել ու նույնիսկ այն ժամանակ, երբ որ փոքր էի եւ տատիս տուն էինք գնում Մարտակերտ, իմ դասարանցիները ասում էին, այդ ո՞րն է Ղարաբաղը։ Գիտեք, այստեղ չգիտեին շատերը Ղարաբաղի մասին, ասում էին տատիկը այնտեղ է ապրում, իսկ մորս ազգանունը Հյուսնոնց էր, ասում էին մամատ ինչ ազգ է։ Այնքան հետաքրքիր նենց էի նեղվում, նենց էի վիրավորվում, ասում էի դուք Բակունց չեք լսել, ասում էինք լսել ենք, ասում էի բա Բակունցը որ կա, դե Բակունցն է Սյունեցի գրող որպես, ասում էի այդ ունց վերջավորությունը հայերը ունեն, այսինքն եթե ունցա չի նշանակում, որ ինքը ուրիշ ազգ է, նույնիսկ ասում եմ մամատ հույն է, ասում էի, դա դեռևս սովետական ժամանակներում, որ ասում եմ շատ-շատերը չգիտեին էլ Արցախի տեղը, իսկ Արցախն իմ համար եղել է իմ մանկությունը, պատանեկությունը, 90-ական թվականների ամբողջ պատերազմը, որը մեր ընտանիքով է անցել այդ ամեն ինչը, Արցախյան քառորյա պատերազմը, որը էլի մեր ընտանիքով անց, այսինքն Արցախի հետ կապված բոլոր պատմությունները, պատերազմները, հաղթանակներն ու պարտությունները շատ անձնական խնդիր է ինձ համար միշտ եղել, որտեղ այդ ամեն ինչը մեր ընտանիքով անց է, հասկանում եք, հենց 90-ականներից սկսած, երբ որ այն ժամանակ դեռ
բան չկար, այս տեխնիկական միջոցները այսպես ցագեցած չէին, մարդիկ բջջային հեռախոսներ չունեին, եւ շուրջ 2 ամիս, երբ որ Մարտակերտը գրավել էր թշնամու կողմից, մենք 2 ամսից ավել տեղեկություն չունեինք, ուղղակի մեր հարազատները ուր են, ոչ մեկից տեղեկություն չունեինք, եւ 2 ամիս հետո նոր լուր ստացանք, հիշում եմ, ես երեխա էի այդ ժամանակ, երևի մի 11-12 տարեկան կամ միգուցե, չէ, երևի այդ տարիքի, երբ որ Ստեփանակերտից քեռիս զանգեց ու մենք իմացանք, որ իրենք ողջ են, այդ ամիսներին անտառներում էին ապրել։ Դա դեռ 90-ականներից եմ ասում։ Իսկ այս վերջին ողբերգությունները արդեն շատ ավելի, չգիտեմ, շատ ավելի ծանր։ Իսկ ձեր մանկության Արցախն ինչպիսին էր։ Վայ, շատ լուսավոր, շատ պայծառ։ Իմ մանկության Արցախը մինչև հիմա իմ ամեն օր իմ հուշերում է։ Ու ես անդադ ուզում եմ գնամ այնտեղ։ Գիտեք, ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, որ դա արդեն չկա, բայց բաբոյիս տունը, որտեղ նաև ապրում էր քեռուս ընտանիքը, իմ համար այդ մի հատ եղել է մի հեքիաթ, մի, չգիտեմ, պատմությունների անվերջանալի շղթա, թե տատիս հետ, չգիտեմ, տատիս հետ ունեցած յուրաքանչյուր շփում, յուրաքանչյուր հարաբերություն, անգամ արդեն երբ որ տատս մահացել էր չկար, ես որ գնում էի այնտեղ, էլի փնտրում էի իրեն, էլի, դեռ չեմ ասում, թե քեռուս ընտանիքի եւ այդ բոլորի հետ մենք շատ կապված ենք եղել ու այդ կապվածությունն էլ բերել է անպատմելի կապվածությանը Արցախի նկատմամբ, այնքան բաներ կա, ես չգիտեմ, հիմա մեկ որ հիշում եմ, իմ համար միշտ հուզական է Արցախի մասին խոսելը։ Ինչ է սովորեցրել Արցախը, երեխա։ Արցախը սովորեցրել է ինձ լինել շատ պինդ, նաև արցախյան գեները սովորեցրել են ինձ լինել շատ շիտակ եւ շատ ուղղամիտ, եւ շատ հաճախ լինել են աստիճանի ուղղամիտ, որ նույնիսկ ինձ համար կյանքում դժվարություններ են առաջացրել, բայց ես երբևէ դրանից չեմ նեղվում։ Ես համարում եմ, որ դա էլ արցախյան առանձնահատկությունն է։ Ես միշտ արցախցիներին բաժանում եմ 2 խմբի։ Արցախցիները կամ ֆանտաստիկ շատ լավն են, կամ ֆանտաստիկ պահելու բան չեն։ Հիմա կարող է ոմանք ինձնից նեղանան, բայց ես սա թող հումորով ընդունեմ, բայց իսկապես այդ շատ լավը լինելը արցախցիների մոտ գերադրականության մակարդակի է հասնում ու ես գիտեմ դա ինչով է պայմանավորված, որովհետև իրենք այսպես ծայրահեղությունների ժողովուրդ են, ոնց այդ այնց ծայրահեղությունները Արցախի բնությունը դու կարող ես տեսնել այդ կանաչ բարձր սարերը ու կարող ես տեսնել այդ ձորերը, ասենք, բանը, չգիտեմ, զոնտիկները միջև ու ասենք այդ ամեն ինչին հակասող եւ հակադրող մռավի ամբողջ այդ լեռնաշղթան։ Ուզում եմ ասեմ, որ արցախցիները իրենց բնության նման այտենց խառն են, տենց գունավոր են, տենց առանձնահատուկ են։ Ես օրինակ չեմ տեսել որևէ արցախցու, որը ինդիվիդու չլինի։ Ինքը անհատականություն ստեղծող տարածք է եղել, կա մեզ համար, այսինքն այն հողն ու ջուրը շատ անհատականություն է մարդկանց տալիս։ Ես տենց կոլորիտ չունեցող արցախցու չեմ հիշում։ Իմ շրջապատում համենայն դեպս չկա, որ կոլորիտ չունի ինքը, գույն չունենա ինքը։ Ինձ համար շատ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում։ Աղջիկս մեկ ասում է, ճիշտ ասած մի հատ հարևան ունենք, մեկ տենց անշնորհ բաներ է անում։ Արցախից տեղահանվածներ են, իրենց փոքր տղան է, մեկ ասում է, «Էս ինչա, տեն մեզ էլի ես անշնորհ բան արեց»։ Հիմա երեխա ասում եմ, «Բալես, տենց մի ասա էլի, Արցախն ասենց եմ լսի քո մոտ, այդ ամեն ինչը ծայրահեղության հասնում»։ Դա ինչ կապ ունի, որ մարդիկ իրանք հայրենիքն ու հողը կորցրել են։ Ասում եմ, «Վատ բան անում, ինչ ես պաշտպանում միանգամ»։ Ասում կապ չունի, մի ասա, մանավանդ հիմա այս ամբողջ ողբերգություններից հետո ոչինչ, թող մի բան էլ սխալ լինի, թող մի բան էլ մի քիչ չլինի։ Բայց այդ ամբողջ ողբերգություն ապրելը, վերապրելը հեշտ բան է։ Բայց այդ ամեն ինչը այնքան ծանր է, այս որ հիմա սենց լոփո նստած խոսում են, իրանց տակ-տակ տներից խոսում են, այս սենց է, նենց է։ Բայց մի հատ պատկերացրեք այդ իրավիճակում դուք հայտնվեիք։ Իհարկե եթե սենց շարունակեն հայտնվելու են, հարցը դա չի։ Բայց հենց մի հատ տեսեք մարդիկ ինչ են կորցրել։ Մի հատ ստից, չգիտեմ, աման եք ձեր տանը կոտրում, ընկնում եք ողբերգության մեջ, բայց մարդիկ իրանց պապենական գերեզմաններից սկսած մինչև իրանց ապրելու բնակության, այդ չգիտեմ, մարդը մի հատ ծաղիկն է իր այգու կոտրվում, ասում է ծաղիկս հարևանի շունը եկավ տրորեց։ Բա հազարավոր պատմությունների այդ հողն ու հայրենիքը
թողել դուրս են եկել։ Բա ինչ եք ուզում, այսինքն մարդիկ մի բան չխոսեն, մարդիկ թեկուզ այդ ստրեսն ու այդ անհանգստությունը չունենան։ Ես մեկ-մեկ զարմանում եմ ու հաճախ ասում եմ, եթե ինչ որ բան ասում են ձեզ, միշտ հարցրեք, իսկ դուք արմատներով որտեղից եք։ Որովհետև Հայաստանի բնակչության 80%-ից ավելին գաղթականներ են։ Մի անգամ հանդիպեց մեքենան վառելիք էի լցնում, ինչ որ տենց խոսեց, հեսա թուրքերի հետ առևտուր կանենք, ես կանենք, այն կանենք եւ այլն, հեսա բան ինչ որ արցախցիների մասով բան ասեց, դուք պատկերացնեք, չէ՞, ես ինչ կանեի դրան, ասի, իսկ դուք որտեղից եք։ Ասեց, ես Սարի թաղից, ասի, չէ, մի րոպե, Սարի թաղից չէ, որտեղից եք դուք։ Ասեց, դե նախնիներս բանից են, Զմիուրնիայից են, ասի, հա, ասի ցեղասպանությունից են եկել, բա հա, ասի, բա խեն ծերունք եկել։ Ասես դե բա ինչ անեին, ցեղասպանություններ կոտորում էին, ասի ինչ կապ ունի, ասի մնայիք դե բա մնայիք, կարայիք մնայիք, չէ, չեք կարա մնայիք, որովհետև այո, Թուրքի յաթաղանը կախված էր հայ գլխին եւ հնարավոր չէր։ Բա հիմա դուք ո՞նց կարող եք մեղադրել։ Դե գիտեք, սա ամենաբարձր մակարդակով է, շատ հաճախ չեն էլ հասկանում ինչ են խոսում։ Են ասում է մնայք կռվեիք, սրանք ասում են մնայք կռվեիք։ Դե ես էլ ասում եմ Զմիուրնիայի հայերն է, թող մնային կռվեին, հնարավոր էր։ Չէ, հնարավոր չէր։ Եթե իրենց պարագայում այո, սա իրենց հայրենիքն է, սա իրենց պետությունն է եւ նույն արևմտահայությունը 15-ից 13-ից 15 թվականներին մազապուրց մի կերպ գաղթել եկել, հասել է իր հայրենիք եւ այստեղ կարողացել է սերունդներ տալ, վերածնվել, վերապրել ցեղասպանությունը, նույնն էլ մեր Արցախի հայերն են, ինչ տարբերություն սակայն, նույն պատմությունն է, նույն կենսագրությունն է, այսինքն եթե դուք շուտ եք եկել, նոր եկածների նկատմամբ պիտի տենց լինի, չէ։ Մեր բարբարավել եք խոսում։ Մի պատար խոսում։ Վեզ զրույցը բարբարավինար կձգեիք մինչև վերջ։ Կարծում, հա, մամաս միշտ ասելիս այլալվեր, դու լավ չես խոսում, բայց դե այնքան ականջս լցված է Արցախի բարբառը, որ ես տենց արագություն չկա, որ չհասկանամ։ Իմ քեռուսկինը շատ արագ էր խոսում Արցախի բարբառով, այնքան արագ էր խոսում, հաճախ քույրերս ասում են, «Մարդ արագություն է», իմ համար կապ չունի Արցախի որ բարբառն է, անգամ Հադրութի բարբառն եմ լավ հասկանում, որտեղ այնտեղ կյասս, քիսս, չէ, ուրիշ մի քիչ կյասս, քիսս, չէ, այնտեղ վերջավորությունները մի քիչ ուրիշ է։ Շատ Մարտակերտումը քլալ իների։ Մարտակերտ, հա, Մարտակերտի բարբառով դու երևի գումս վեր ասում եմ վրդեղս, ասում չեմ շտեղս, հա։ Վրդեղանս, թա վրդեղանս, հա, այդ մենակ Մարտակերտն է ասում։ Ստեփանակերտի շուկայում մի անգամ գնացել էի, դե ամենալավ բարիքները, հա, միշտ ավանդույթ էր, որ Ստեփանակերտի շուկայից պիտի բան առնեի, տենց ինչ որ բան եղավ, բարբառով էի միշտ Ղարաբաղում խոսում, վրդեղը ասեցին, բա դու Մարտակերտցի ես, ասում հա, դե հենա գիտացինք վեր Մարտակերտցի ես, ասում ես վրդեղանս։ Այդտեղից իմացա, որ բանը Ստեփանակերտը ու էլի շատ շրջաններ շտեղ են ասում, ու Մարտակերտը միշտ վրդեղը ասը։ Իսկ կամ ինտեղ միշտ պարտադիր քինալիսը քլալ, բացի Մարտակերտից։ Մարտակերտում հա, բա ոնց, ես որ գնում էի Մարտակերտ մերոնց տուն, հետո պարտադիր 3-4 օր մնում էի Ստեփանակերտում, իսկ ընդեղից արդեն սկսվում էր իմ ճամփորդությունը։ Ես ամեն տարի նույն ճանապարհներով գնում էի։ Այդ եմ ասում, որ դիզափայտ չհասցրեցի գնամ, միակ տեղն էր, որ չկարողացա գնամ։ Երևի ծուլությանս արդյունքում էլի ալարեցի։ Ավելի շատ գործնական այցերով էի գնում։ Չէ, ես այնտեղ գործնական այցերից զատ, իհարկե գործնականով շատ եմ եղել, ես այնտեղ սովորական եմ թատրոնն էլ այո, թատրոնի տնօրեն էի մի պահ եւ ես դրա համար եմ ուրախ եմ ես իմ թատրոնի աշխատողներին, դերասաններին կարողացա ստեղծել հնարավորություն 2 անգամ տանել Արցախ հյուրախաղերի, որից մեկը պաշտպանության նախարարության հետ համատեղ այն ժամանակ եւ համարյա Արցախի բոլոր շրջկենտրոնների մշակույթի տներում մենք խաղացինք անուշ ներկայացումը գլխավոր դերում Անահիտ Ներքիրակոսյան, շատ լավ շրջաներ եւ այդ ժամանակ եւ իմ դերասաններից շատերը չէին եղել Արցախում եւ մեր զինվորներին ես կարողացա նաեւ այդ հնարավորությունը տալ
ինձ լավ եմ հիշում Անուշ ներկայացման ժամանակ Մարտունի մշակույթի տանն էինք, դե Մարտունի մշակույթի տունը օպերայի թատրոնի նույն ճարտարապետությամբ է, չէ։ Ուրեմն այս Սարոն, որ դուրս է եկել, այդ Մոսի հետ այդ կռվի պահնա, այս մեր երեխեքը, երեխեք ջան, դա 19 թվականներ, ես չգիտեմ այդ երեխեքից ովքեր են կենթանի մնացել, ովքեր չէ, բայց այնց էմոցիա կար այդ ամեն ինչի մեջ, մեկը այնտեղից մեկը ասում էր, արա խփի դրան, արա բռնի, արա խփի այդ Մոսի ու այդ Սարոյի այդ բաններ էլի, այդ հատվածներ են, որ ըստ Թումանյանի գիտեք, որ կող են բռնում, հա, ու հետո են, որ գետնին ա զարկում Սարո Մոսիին, այդ պահը հետո այնտեղից ասում են, արա ինչ արիր, տենց բան չեն անում, նենց լավն էին մեր երեխեքը, չգիտեմ, Աստված տա իրենք է հիշեն այս բաները, որ ես հիշում եմ ու ողջ լինեն ամենակարևորը։ Իսկ այն մարդկանց, որոնք երբևէ Արցախում չեն եղել, դժվար է նրանց պատմել Ես կարծում եմ մենք մեծ բացթողումներ ենք ունեցել Արցախը վերագտնելուց եւ կրկին վերահայկականացնելուց հետո, որովհետեւ քարոզչությունը Արցախի պահով ես կարծում եմ բավարար չի եղել անկախ ամեն ինչից եւ այդ բացթողումը իրեն տեղը ունեցավ նաեւ այս վերջին շրջանում։ Ես որևէ կերպ չեմ կարող հասկանալ, որքան էլ որ գային Հայաստանում այնպիսի իշխանություններ, որոնք կստիպեին մոռանալ Արցախը, բայց եթե մարդկանց մեջ, այն որ ասում են, երակներով եւ ողնաշարով այդ Արցախը անցած լիներ, եւ այդ Արցախի հաղթանակը բավարար կերպով տեղ հասած լիներ, եւ այդ կարևորագույն մեր հաղթանակը տեղ հասած լիներ, եւ նաեւ նույն կրթական ծրագրերում, նույն քարոզչական մեդիա հարթակներում Արցախի մասին ամեն ինչ ճշգրտությամբ եւ մեծ չափականակով ասվեր, ես չեմ կարծում, որ մեր ժողովուրդը այսպես կարող էր փոքրի շատ է նաեւ անտարբեր գտնվել Արցախ կորցնելուց հետո։ Խոսքը իհարկե չի վերաբերում բոլորի մասին, հասկանում եք, ամենայն դեպս շատերի մասին, որքան էլ որ քարոզան էին, հասկանում եք, պետք է ասեն, էս չեք խոսում դուք։ Դուք եք դրա համար զղջում, ափսոսում, որտեղ ժամանակին դուք եք։ Գիտեք, ես միշտ եմ խոսել Արցախի մասին, ես միշտ ինչքան Արցախում եղել եմ, այդ Արցախը միշտ իմ մոտ եղել է, միշտ հատուկ վերաբերմունք եմ ունեցել եւ Արցախի, այո, ամեն ինչի նկատմամբ ես կոնկրետ չեմ կարծում, որ այդ խնդիրը եղել է։ Իհարկե ինձ հաճախ ասում են, դե դու Արցախի մասին շատ ես տանջվում, որովհետեւ Արցախից ես, այսինքն Արցախից են արմատները, այսինքն եթե ես լինեի Էջմիածնից ասենք կամ այսօրվա դրությամբ, եթե Սյունիքը սպառնալիքի տակ է, այս պահի դրությամբ եւ մենք կորցնենք Սյունիքը։ Ես պետք է ասեմ, այդ իմ խնդիրը չի, որովհետեւ մերոնցից ոչ մեկ Սյունիքից չի։ Ոնց կարելի է այս աստիճանի սահմանափակ, այս աստիճանի կներեք, բայց տգետ լինել։ Եվ այս աստիճանի, չգիտեմ, էլի այդ հողը չզգալ ոտքերի տակ, ինչ կապ ունի։ Ինչ կապ ունի։ Դուք երբ եք վերջին անգամ Արցախում եղել։ Արցախում ես եղել եմ միջև բլոկադան 22 թվականի ամռանը եւ անընդհատ պլանավորում էի, որ պիտի հոկտեմբերին գոնե գնամ, հետո հոկտեմբերին ասացի չեղավ, նոյեմբերին, հետո ասում էին նոր տարուն ու չկարողացա էլ գնամ, բայց 20 թվականի 44 օրյայից հետո ամսինի կապիտուլյացիոն այդ պայմանագիրը կնքելուց անմիջապես 2 օր հետո Վարդենիսով Քարվաճառի ճանապարհով գնացել եմ Արցախ 2 օր հետո հենց ինչ ապրումներ որտեղ արդեն խելագարվել էի ես Հայաստանում եւ ամբողջ այդ ինֆորմացիային ճշգրտորեն տիրապետում էի եւ ես արցրունական քարոզչության տակ չէի բոլորովին, որովհետեւ իմ հարազատները Արցախում էին այդ ժամանակ միայն այն որ ասում են բա դուք ինչի չեք կռվել, ինչի չեք զոհվել, ես կարող եմ ասել, որ իմ ազգականների բոլոր տղամարդիկ Արցախում են եղել այդ օրերին եւ միշտ են եղել Արցախում, այդ օրերին էլ էլի պոստերում էին եւ եթե իմ ազգականները չեն զոհվել, մեղավոր չեն, որ չեն զոհվել ուղակի։ Եվ միայն կանայք եւ անչափահասներն էին, որ մի կերպ մազապուրց կարողացել էին հասնել Հայաստան այդ 44 օրյայի ժամանակ եւ քեռուս տղաները իմ մնացած ազգականները, ովքեր որ այդ ժամանակ Արցախում էին, բոլորը եղել են կռվի դաշտում, նաեւ ունեցել են զոհեր։ Իսկ երբ լրագրողի աչքերով էիք նայում Արցախին, այնտեղ ես ամսի 9-ից հետո, ինչպես ասացի, ամսի 11-ին ես մեկնել եմ Արցախ, դա մի սարսափելի տեսարան էր,
ու ես հենց այդ օրը հասկացա այն ողջ ողբերգությունը, ինչի մասին որ մենք այսօր տեսնում ենք եւ այս ամեն ինչը ինչի մասին որ կա։ Դա մի սարսափելի բան էր, Քարվաճառում ամսի 11-ին հատվում էին Քարվաճառի անտառները։ Ես այդ ականատես եմ եղել դրան ու նկարել եմ այդ ամբողջը եւ իմ ընկերների մեքենայով էինք, ես մի պահ կանգնեցի, ասի մի րոպե կանգնեք, ես պիտի նկարեմ, էլի մոտեցա դրանց։ Ցավով պիտի ասեմ, բայց Հայաստանից փայտահատներ էին, որոնք մեծ բեռնատար մեքենաները կանգնացրել էին եւ ամբողջությամբ կոտորում էին այդ անտառը։ Ես սա ունեմ նկարած։ Ասում եմ, տղերք, ես չեք անում։ Ու հետո խոսվածքից զգում եմ, որ Հայաստանի մարզերից են, ասում են, տես ամսի 25-ով չտեսար, որ հանձնել են, հիշում եք ամսի 25-ին Քարվաճառը առանց մի կրակոցի հանձնեցին, չէ՞, դարպասները փակեցին, ասում, բայց ինչ եք այս անտառները կտրում։ Ասում եմ, դե Թուրքին են տվել արդեն, խի թողենք այս անտառները իրանց, այդ փայտը կտրում էին ու վարձում բերում էին Հայաստան վաճառել։ Ու այդ իմ ամբողջ ողբերգությունը, այդ ապրումը, մեկ էլ այդ ծառերը, որ տեսնում էի, այդպես կտրում են, տապալվում են, ես անկեղծ եմ ասում, ես խելագարվեցի այդ պահին, որտեղ առաջինը Վարդենիս Մարտակերտ ճանապարհին Քարվաճառ չէ մտնում։ Այդ տեսնելուց հետո ես հիմա հիստերիկ լացի մեջ եմ, ասում եմ, ինչ ենք անում մենք։ Իհարկե ես ականատես եղա, թե այնտեղ ինչպես էին մարդիկ տները այրում, ես հենց այդ առաջի օրերին եմ եղել, ու մեկ էլ այդ անծայրածիր հոսքը դադիվանք, որը ինձ սարսափելի ջղայնացրել էր, անկեղծ եմ ասում։ Տուրիստական ավտոբուսներ էին այդտեղ կանգնած, էլի այդ ամբողջը արձանագրել եմ, նաև ամբողջությամբ Facebook-ում, YouTube-ում տեղադրել եմ։ Մարդիկ էին եկել էին ասում են, մենք դե չենք եղել դադիվանքում, գիտենք, որ 10 օրից հանձնում են, եկել ենք դադիվանքը տեսնել։ Ինձ էդ էլ է վիրավորել, գիտես։ Հիմա կարող եմ ասեմ, որ դե մարդիկ են չեն եղել, ուզեցել են վերջին անգամ լինեն։ Շատերը այդպես են, չէ՞։ Իսկ ես ասում եմ, այդ դադիվանքում պիտի մենք շատ-շատ վաղուց եղած լինեինք։ Էլի լավ է, որ մարդիկ վերջին օրերին գնացին, բայց վերջին օրերին ինչ, բոլորը սպասում են գնանք դադիվանքը տեսնենք, որ հեսա դադիվանքը հանձնում ենք։ Հասկանում ես, այդ ինչպիսի խոզա արդեն էլի։ Ես շատ վատ բաներ եմ տեսել այնտեղ այդ առաջին օրերին ու ամբողջ ճանապարհները մինապատված էին։ Մենք աճ-ձախ չէինք գնում, այդպես ուղիղ ճանապարհով եւ բացի դրանից դեռ չէին հավաքել պատերազմի հետևանքները ամբողջ ճանապարհներից եւ դաշտերից։ Ամբողջությամբ այրված մեքենաներ էին, ականներ էին, հրթիռներ էին, այս հենց հողերի մեջ մտած։ Ես այդ ամբողջ պատերազմի հոտը այդ առաջի օրերին տեսել եմ, ել չեմ ասում, թե Ստեփանակերտում ինչ խելագար վիճակ էր այդ օրերին, երբ որ խելագորից ծնողները փնտրում էին իրենց երեխեքին ու չէին գտնում։ Եվ ճիշտն ասած, ես էլ այդ ժամանակ գնացել էի, հենց այդ կարևորագույն առաքելությամբ մեր լրագրող Ալիս Գևորգյանի տղան Դավիթը այդ ժամանակ կորած էր եւ Ֆիզուլիում էր ծառայել եւ որևէ լուր հոկտեմբերի 7-ից հետո չունեինք։ Ես գնացել էի եւ Ալիսին չէի էլ ասել Ստեփանակերտի պաշտպանության նախարարությունում փորձում էի իմանալ Դավիթը ուր է։ Ես ինքս գնացել էի նաեւ իրեն փնտրելու։ Այդ էր Արցախի նոյեմբերի 9-ի տեսած իմ մղձավանջը, բայց այստեղ մի հատ հետաքրքիր բան պիտի ասեմ։ Բնականաբար գնացինք Տատիստուն, Մարտակերտ, մտանք ներս, կառալյոկն էր հասել, քերուս աղջիկներ էր ինձ հետ, որոնք մի տուն են կողմեին, իրենց է էլի նաև տարել, քերուս աղջիկը բարձացավ ծառ, այդ կառալյոկները հավաքեց, ասեց տամ հետը տար Հայաստան, մեքենան Տատիստան առաջ որ կանգնել էր, չենք տեսել, որ մինա կողքը, ես ձեզ անկեղծ եմ ասում, ուղիղ 5 սանտ, երևի այսքան հեռավորությամբ էր մեքենան կանգնել մինից, հենց մերոնց տան դեմ դիմաց այդ մինը կար դրված, մեր ընկերը Համիկը ապրի ինքը, մեզ տարավ այդ օրը, ասեց, Առաքելյան ինձ ասեց, գիտես ինչից ենք պրծե, ասի ինչից, ասեց լարի տես որտեղ ենք կանգնած, սենց նայեցինք, տեսանք բանա, մինա դրած, այսինքն եթե հանկարծ ակը բարձանար մինի վրա, պայթելու էինք գնանք, այդ նույն րոպեին արդեն կապվեցինք բան, եկան սակրավորները, որ բնակելի տների դիմացել էր էլի դրած մերոնց տան դիմաց, եկան տարան, եկան հավաքեցին տարան։
Իսկ Արցախ գնալն է դժվար թե Արցախից հետ գալը։ Ես մի բան ասեմ, վատ բան եմ ասում, բայց 22 թվականի ամռանը, որ գնացինք, իդեպ փոքր աղջկաս եւ իմ լավ գործընկերուհի լրագրող Արմինե Գևորգյանի հետ ես ամեն ինչ ֆիքսում նկարում էի, ամեն ինչ, այն խելագարի պես ամեն ինչ նկարում էի, դե ռուսական խաղաղապահներն էին Լաչինի ամբողջ ճանապարհը վերահսկում, այդ հերթական պոստը, որ անցանք, կանգնեցի Շուշիից, որ արդեն իջանք մտանք այդ Լաչինի ճանապարհը, աղավնոտ չհասած այդ մասը, ամբողջը նկարում էի ու այդպես վիդեոյից մեջ էլ ասում եմ, Արմինե, ասում եմ, ինձ թվում է այս վերջին անգամ եմ տեսնում ես, ասեց, ինչ ես բաներ անում, ասես վերջին անգամ դու կտեն, ասես, այս մենք էս էլ չենք ունենալու, դրանից հետո, հա, ինչ որ ժամանակ անց աղավնոն հանձնեցինք, հիշում ես, աղավնոյի հանձնումը, աղավնոն այնտեղ փոքրիկ գյուղեր կային, չէ, այդ հանձնեցինք, հետո արդեն վերջնականապես փակվեց Իսկ ինչ պիտի աներ արցախցին, որ չարեց։ Ինձ թվում է արցախցին ինչ հնարավոր ա եղել արել է, եւ այս կեղտոտ քարոզչությունը, որը միտված է արցախցիների դեմ, այս ամեն ինչը լոկ քարոզչություն է։ Ես այն արցախցիներին, որ գիտեմ, իրենք արել են ամեն ինչ։ Ես իմ իմացած արցախցիներով եմ ճանաչում Արցախը։ Եվ կրկին չեմ բացառում, որ այո, Արցախում էլ ինչպես Հայաստանում կան եւ լավ մարդիկ, եւ վատ մարդիկ, եւ հայրենիքը իրենց սիրող մարդիկ, եւ չսիրող մարդիկ, եւ իրենց հայրենիքը վաճառող մարդիկ, եւ իրենց հայրենիքի համար կյանք տվող մարդիկ։ Պետք է մեզ վերագտնենք։ Եվ երբ որ 18 թվականի Սարդարապատի հերոսամարտի հաղթանակը մենք ունեցել ենք, շատ հաճախ եւ նաեւ պատմությունն է խոսում դրա մասին, դա ոչ թե ինչ որ չարչրկված արտահայտություն է ուղղակի։ Այո, Ալեքսանդրապոլում մի շերտ 15 թվականի ցեղասպանությունից հետո աղ ու հացով անհամբեր մտածել է, որ թուրքերի հետ կարելի է հաշտություն կնքել եւ ապրել կողք կողքի, ջերմորեն, եղբայրաբար եւ այլն, բայց այն մտածող զանգվածը ամեն դեպքում կանխել է դա եւ 18 թվականի հաղթանակը մեր կարևորագույն հաղթանակն է առաջին հանրապետության ձևավորումն է եղել։ Նույնը հիմա է, Գայ ջան։ Հիմա է, այսպես կխոսեն, բայց միևնույնն է, այս իրավիճակից մեր երկիրն է եւ Արցախի հետ կապված ամեն դեպքում նոր այսինքն ոչ թե որ Արցախը հետ կբերենք այս պահին, այլ համենայն դեպս գոնե արցախցիների վերադարձի խնդրի հարցը օրակարգ բերելու մասով ես վստահ եմ, որ մեր երկրում ինչ-որ բան փոխվի, այդ օրակարգերն էլ կփոխվեն։ Այսպես չի կարող մնալ։ Միշտ վատ շրջանին միշտ գալիս է լավ շրջանը, այսպես չի մնում։ Հիմա մենք չհաստատված ենք, հուսահատված ենք, բայց էս էլ է պետք հաղթահարել։ Բոլորիս մոտ էլ դա կա։ Ես Արցախը ահա որ շատ եմ կարոտել, սարսափելի, սենց ոսկորներով եմ էլի այդ կարոտը զգում, ընդ որ սենց ուզում եմ մի հատ, ասում եմ 10 րոպեով էլի երազից գնում եմ հաճախ, գնում եմ ու թուրքերը ընդեղ են, բայց ինձ հետաքրքիր է, ասում են արի քեզ տանենք տատի տունը տես, արի քեզ տանենք այս ինչ տեղը, արի քեզ տանենք այն ինչ տեղը, արդեն 3 անգամ այդ տեսնում եմ, որ ինչ որ ինձ գալիս դիմավորում ուղեկցում են, ասում են արի քեզ տանենք տես, իրենք են էլի այնտեղ, իմ երազներում էլ են իրենք այնտեղ, նենց չի որ երազից տեսնում եմ, որ դրանք գնացել են, մենք է գնացել ենք մեր տները, չէ, այդ երազից մեջ էլ են այդ սրիկաները այնտեղ են, հասկանում եք։ Կգնայիք։ Վայ, առաջինը կգնայի մերոնց տուն։ Նենց շատ մենք մի հատ այնտեղ մեծ թթի ծառ ունենք։ Մեկ էլ այդ կառալյոկի ծառերը։ Այդ կգնայի այդտեղ։